Անպտղությունը դատավճիռ չէ, իսկ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Ահա այս կարգախոսով տարիներ շարունակ Ասիկ բժշկական կենտրոնի հայ-իսրայելական վերարտադրողական կլինիկան ձգտում է օգնել այն զույգերին, ովքեր երեխա ունենալու խնդրի առջև են կանգնած։ Այստեղ ռեպրոդուկտոլոգիայի բաժնի ավագ մասնագետ, մանկաբարձ գինեկոլոգ Մարինա Մկրտչյանի շնորհիվ բազմաթիվ զույգեր վայելել եւ վայելում են ծնող լինելու բերկրանքը։ Կենտրոնի հագեցվածությունը եւ բժշկուհու մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, սերը, հավատն ու լավատեսությունը անհնարինը դարձնում են հնարավոր, հնարավորություն ստեղծելով իրականացնել յուրաքանչյուր կնոջ երազանք։ Կենտրոնն առաջնորդվում է ժամանակակից ռեպրոդուկտոլոգների եւ սաղմնաբանների ասոցիացիաների կողմից ընդունված չափորոշիչներով, շնորհիվ որի ապահովում է անպտղության բուժման արդյունավետությունը։ Արտամարմնային բեղմնավորում այդ նշանակում է, երբ որ կնոջ օրգանիզմից ծվաբջիջը վերցվում է եւ ուղղորդվում է էմբրիոլոգիայի բաժանմունք, որտեղ կատարվում է X-ի տարբերակով կամ էկոյի տարբերակով բեղմնավորում։ Սերմնաբջիջը ծվաբջիջի հետ միացվում է։ Դրանից հետո սպասում ենք, որ ինքը տրողվի, ստացվում է սաղմ, ու հետո սաղմը տեղադրվում է արդեն կնոջ օրգանիզմում։ Այդ կոչվում է արտամարմնային բեղմնավորում։ Այն ինչ որ կատարվում է կնոջ օրգանիզմի մեջ։ Արտամարմնային բեղմնավորումը այսօրվա օրով այդ նոր տեխնոլոգիան է, որը արդեն մոտարապես մի 40 տարի արդեն կա, բայց մեր երկրում արդեն մոտ 25-30 տարի է արդեն կիրառվում։ Արտամարմնային բեղմնավորման զույգը պետք է դիմի, երբ որ արդեն ինքը անցել է բոլոր կարևոր փուլերը։ Սկզբից ինքը զույգերը մոտենում են բժշկին, բժիշկը փորձում է հասկանալ ինչ խնդիրներ կա իրանց վերարտադրողական ֆունկցիաներին։ Տղամարդկանց եւ կնոջ հետ անպայման միասին հետազոտում է գինեկոլոգը։ Ինչն է խնդիրը լինում, երբ որ կնոջ մոտ չի լինում ձվազատում, երբ որ կնոջ մոտ կա խնդիրներ փողերի, արտկայնդափողերի հետ, փողերը փակ են լինում կամ հեռացված են լինում, երբ որ կա խնդիր արգանդի հետ եւ տղամարդու մոտ եթե կա սերմնաբջիջների շարժունակության խնդիր կամ որակի եւ քանակի խնդիրները։ Այդ ժամանակ մենք անում ենք հետազոտումները։ Եթե այդ հետազոտումների ընթացքում մենք տեսնում ենք, որ չի ստացվում, որ բնական ճանապարհով կինը կարող է հղիանա, մենք արդեն իրանց խորհուրդ ենք տալիս գնալ կոչվում է ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներ։ Առաջինը այդ ինսեմինացիաները։ Փորձում ենք ակտիվացնել ամուսնու սերմը։ Մենք ուզում եմ ասել նախնական, որ ամուսնուն անպայման ուղարկում ենք անդրոլոգ-օրոլոգի մոտ հետազոտման, որ ինքը կարողանա իրան փորձի բուժումների միջոցով բարձրացնի որակը եւ քանակը։ Դրանից հետո, եթե այդ հասնում է այն մակարդակի, որ մենք կարող ենք օգտագործել սերմը ինսեմինացիայի համար, մենք արդեն անում ենք ինսեմինացիաներ։ Աշխարհում ընդունված է մինչև 6 փորձ ինսեմինացիան։ Ինչ է նշանակում ինսեմինացիան։ Այդ կոչվում է ներարգանդային սերմնավորում, երբ որ սերմը մշակվում է հատուկ ձևով եւ ներարկվում է կնոջ արգանդի մեջ։ Հետո արդեն ոնց որ մարդու գործոնը էլ չի գործում, սերմը արդեն գնում է իր ճանապարհով, հանդիպում է ձվաբջիջի հետ, որը ձվազատվում է եւ կատարվում է բեղմնավորում արդեն փողի մեջ, դրանից հետո ինքը 3-ից 5 օրվա ընթացքում հասնում է արգանդ, ու այնտեղ ինքը արդեն արմատավորվում է, կոչվում է իմպլանտացիան։ Եվ այդ կարող է լինի, կարող է չլինի։ Ուզում եմ ասել, որ արդյունավետությունը ներարգանդային սերմնավորման մի քիչ ցածրոտ է, ինքը 10-15%։ То есть 10 կնոջից 1 կամ 2 կին կարող է հղիանա, մեծ արձանը, այդքան մեծ չի տոկոսը։ Հավանականությունը։ Բժշկուհի, դուք նշեցիք, որ զույգերից, երբ զույգերը առաջին անգամ գալիս են, առաջին հերթին տղամարդուն ուղարկում են ուրոլոգ, անդրոլոգի մոտ, իսկ ինչ հետազոտություններ է պահանջվում կնոջից։ Ինչպես է, հա, բուժման մեթոդիկան ինչպես է որոշվում։ Կինը երբ որ գալիս է բժշկի մոտ, մենք անում ենք որ ասում են ան ու բեն։ Ինքը գալիս է, կինը հետազոտում է իրան կրեսլոյի վրա, մենք վերցնում ենք քսուկները, տեսնում ենք, միատանում ենք ուլտրաձայնային հետազոտություն, տեսնում ենք իր արգանդի վիճակը, ձվարանների վիճակը, տեսնում ենք ունի ինքը խնդիրներ, հետազոտվում է կինը հորմոնալ սպեկտրով, իմանում ենք իր մոտ կա հորմոնալ խախտումներ, թե ոչ, տեսնում
վերցնում ենք ինֆեկցիաները անպայման պետք է բոլոր կա հատուկ ցանկ պրոտոկոլ, որով կինը հետազոտվում է, ինֆեկցիաներն ենք հետազոտում, արյան խտությունն ենք հետազոտում, որովհետև այսօրվա օրով Հայաստանում այդ մեծ խնդիր է, որովհետև մեր հայ կանայք ընդհանրապես չեն սիրում ջուր խմել, ու առաջի բառը ես ինչ որ ասում եմ առաջի զույգին, որ տուն գնալուց խնդրում եմ վերցնում եք ջուր ու սկսում եք խմել։ Կա այս առաջ ասում են 2 լիտր անպայման, բայց հիմա արդեն կա հատուկ ցուցանիշ, որ 30 մլի 1 կիլոգրամ կնոջ քաշին։ Ու եթե կինը այդ մոտավորապես 1.5, 1.8, մոտավորապես 2 լիտր է էլի ստացվում, ու կինը պետք է սովորացնի իրան խմել, որովհետև մենք 90% ջրից ենք, ու եթե մենք չենք խմում, ինքը արյունը սկսում է խտանալ, ու այդ խտությունը բերում է շատ խնդիրների։ Մենք ունենում ենք կորուստներ հղիության ժամանակ, որովհետև երբ որ առաջանում է անկերքը, դուք գիտեք, անկերքը ինքը կապ է կազմում պտղի եւ կնոջ հետ, երբ որ արյունը չի մատակարարում նորմալ պտղին, պտուղը չի զարգանում եւ ստացվում է չզարգացող հղիություն։ Դրա համար անպայման այդ ջրի հարցը շատ լուրջ խնդիր է Հայաստանում, խնդրում եմ բոլոր կանանց, որ ովքեր պլանավորել են հղիությունը, անպայման ուշադրություն դարձնեն իրանց ջրային ռեժիմի խմելու։ Բժշկուհի, իսկ առհասարակ հաշվի առնելով ձեր պրակտիկան, որոնք են անպտղության հիմնական պատճառները Հայաստանում։ Գիտեք, մեր Հայաստանում շատ է կանանց մոտ տարածված պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, հիմա ինքը կոչվում է համմետաբոլիկ, որովհետև համ ինքը ոնց որ գեներով է գալիս, պատկերացրեք ձվարանները շատ լավ վիճակում են այն բանով, որ իրանք ունեն բավականին մեծ պաշար։ Մեզ համար շատ կարևոր է, որ կինը ունենա ձվաբջիջների պաշար օրգանիզմում, բայց ինքը ունի իր խնդիրները։ Շատ անգամ այդ կանայք գալիս են գերությունն է Հայաստանում, շատ այդ մեծ խնդիրը, գալիս են մեծ քաշով եւ այդ կանայք, ովքեր ունեն պոլիկիստոզ ձվարաններ, բացի դրանից իրանք ունեն մազակալում, իրանց մոտ այդ հորմոնալ խախտումների հետ կապված բարձր են տղամարդկանց հորմոնները, այդ ամեն ինչը բերում է դրան, որ մի փոքրիկ խնդիրներ է առաջանում եւ խանգարվում է ձվազատումը, որտեղ եթե տղամարդկանց հորմոնները բարձր են, կանանց հորմոնները ցածր են եւ այդ դիսբալանսը բերում է դրան, որ կնոջ մոտ կարող է չլինի ձվազատում, օվուլյացիա, որ ասում են։ Բժշկուհի, շատ դեպքերում նշում են, որ օրինակ 40 տարեկանից հետո այլևս կինը դատապարտված է անպտղության, դա տարածված տեսակետ է, հա, հնուց մեր տատիկ պապիկներից գալիս են, ուզում եմ այս մասով եւս փորձենք փարատենք մեր կանանց եւ քաջալերենք, որ 40 տարեկանից հետո գուցե նոր է կյանքը սկսվում եւ հնարավոր է շատ բաների հասնել ավելի լավ, քան ավելի երիտասարդ տարիքում։ Գիտեք ինչ, այդ արդեն մի քիչ ճիշտ ասացվածք չի, որ 40-ից հետո, որտեղ հիմա մի քիչ կյանքը փոխվել է, իհարկե մեր գործոնում ռեպրոդուկտոլոգիայում տարիքը մեծ նշանակություն ունի։ Մինչև 35 տարեկան կինը համարվում է ջահել եւ իր մոտ հնարավորությունները ունենալ երեխա շատ ավելի մեծ են։ Անկամ արտամարմնային բեղմնավորում բավականին բարձր տոկոսներ է տալիս։ Դուք գիտեք, մինչև 35 տարեկան առաջ ասում են ինքը ունի 20-ից 25%, բայց հիմա ասում են մինչև 51% իրանք կարող են ունենալ բալիկ։ Ինչքան կինը մեծանում է, այդքան իր պաշարը սկսում է նվազել, որտեղ մենք գիտենք, որ երբ որ աղջիկը ծնվում է, ինքը ունենում է բավականին մեծ պաշար, մինչև 1 միլիոն, մի քանի միլիոն։ Դրանից հետո ինքը մինչև հասունացման շրջան իր մոտ ձվաբջիջները հասնում են 300-400 հազարի, իսկ հետո երբ որ արդեն սկսվում է հասունացումը, ինքը մինչև կյանքի վերջ կարող է օգտագործի 300-ից մինչև 500 հատ ձվաբջիջ։ Ու այդ պաշարը ինքը նվազում է։ Ամեն տարի ունի իր մեծ խնդիրները։ Դրա համար 20-ից 24 տարեկանում իրանք ունենում են շատ ավելի բարձր հնարավորություն ունենալ առողջ բալիկ, որտեղ այդ ժամանակ անգամ մինչև 75% խրոմոսոմային ոչ մի խանգարումներ չի լինում։ Արդեն 30 տարեկանից հետո կնոջ մոտ կարող է լինի մինչև 50% խրոմոսոմային խնդիրներ եւ հղիությունները կարող են լինել մինչև 40-ից մինչև 30%։ Իսկ 35 տարեկանից մինչև 40 արդեն նվազում է։ Պատկերացրեք 40-ից 42 տարեկան ինքը ունի մինչև 10-12%, իսկ 42-ից հետո իջնում է մինչև 4-5%։ Ուզում եմ ասեմ, երբ որ կինը հիմա զբաղվում է իր կարիերայով, փորձում է հետաձգել իր հղիությունը, ասեմ ձեզ,
ոչ մի բան չի փոխվել։ Աստված մեզ ստեղծել է կնոջը մինչև 45 տարեկան ինքը կարող է ունենա երեխա։ 45-ից հետո չէ, շատ հազվադեպ ասում են, իմ տատիկը ունեցել է եւ այլն, բայց գիտեք, այդքան հազվադեպ է լինում 0.001%-ով, то есть 1/1000-ից կունենա։ Գալիս են կանայք, արդեն իրանք լրիվ կարիերա ունեցած, իրանք արդեն կայացած մարդիկ են ու իրանք ասում են, «Всё, ես ունեմ գումար, ես որտեվ բավականին թանկ հաճույք է արտամարմնային բեղմնավորումը, եթե պետությունը չի հատուցում»։ Իրանք ասում են, իրենք ուզում են, պետությունը հատուցում է մինչև 42 տարեկան, որովհետև իրանք նայում են ռեալ, որովհետև մինչև 42 տարեկան կինը դեռ ունի պաշար։ Դրա համար որ դուք ասեցիք 40-ում արդեն խաչ դնել, չէ, ոչ մի դեպքում անպայման եւ բնականով է ստացվում եւ եթե չի ստացվում կարելի է գնալ ինսեմինացիաների եւ էկոյի արտամարմնային բեղմնավորման, բայց դրանից հետո պատկերացրեք այդ շատ ռիսկային գործոնը 42-ից մինչև 43 տարեկան արդեն սկսում է նվազել կատաստրոֆիկ։ Իսկ երբ որ կինը գալիս է 44-ում, ասում է ես ուզում եմ վերցնեմ ծվաբջիջ, սառացնենք, պահենք, ամբողջ աշխարհում մինչև 41 տարեկանն է եւ ամենալավ Իսկ շատ են նման դեպքերը բժշկուհի։ Պատկերացրեք, այո, Հայաստանում շատ կանայք կան, որոնք արդեն հասան դրան, որ իրանք ուզում են ունենան երեխան, բայց իրանք միայնակ են կամ ուշ են ամուսնացել 40-ից հետո։ Նախկինում դա կարծես տաբու էր։ Հա, իսկ հիմա իրանք գալիս են, պատկերացրեք, գալիս են ու ասում են, ես 42 տարեկան եմ, դեռ ամուսնացած չեմ, ես ուզում եմ սառեցնեմ ծվաբջիջ։ 41-ում մենք ասում ենք, այո, 42-ում էլ կարելի է, բայց արդյունավետությունը շատ ցածր է, շատ անգամ լինում է ծվաբջիջը սառեցնում ես, հետ բերելուց ինքը լավ չի գալիս ու մենք կորցնում ենք։ Բժշկուհի, իսկ ուզում եմ ասել, որ պետք չի հուսահատվել, կինը ծնվել է այս եւ աշխարհ է եկել, որ անպայման ունենա երեխա, բալիկ, այդ շատ կարեւոր է իր համար, որ ինքը կայանա որպես կին, որպես մայր։ Դրա համար 44.5 տարեկանից հետո կան դոնորական ծրագրեր, շատ դժվար է ընդունել այդ, որ դու պետքա գնաս դոնորական ծրագրին, բայց խնդրում եմ, որ մտածեն դրա մասին, որտեղ եթե չէ, դուք պիտի գնաք վերցնեք մանկատենից, այդ շատ բարդ process է։ Իսկ տենց այդ կլինի 50% ձեր ամուսնու բալիկը դուք կկրեք այդ հղությունը, այդ կզգաք մայրության բերկրանքը, երեխան կծնվի, դուք իրան կսիրեք, լիարժեք ու այդ կլինի ձեր երեխան։ Շատ բարդ է այդ հատվածը, բայց փսիխոլոգիչի պետք է դրան էլ հասնել։ Բժշկուհի, քանի փորձ է պետք, որպեսզի հաջողությամբ պսակվի արտամարմնային բեղմնավորման քանի։ Գիտեք, չկա ոչ մի տենց հստակ բան։ Ինչ է խոսում ձեր պրակտիկան։ Շատ տարբեր։ Գալիս է ջահել կին 21 տարեկան, 22, ասենք տղամարդկանց գործոնով, մենք ունենում ենք, ասենք, մեկ սաղմիկ տեղադրում ենք ու ինքը առաջի տեղադրումից ունենում է երեխան։ Բայց լինում է, որ միջին տարիքի կանայք 30-ից 35 տարեկան կանայք որ գալիս են, իրանց մոտ մենք ունենում ենք շատ լավ սաղմեր, սառեցնում ենք, հետո իրանց սկսում ենք տեղադրել, լինում է, որ հեն առաջի փորձից, երկրորդից, երրորդից չկա ոչ մի տենց օրինակ չափություն չկա։ Ամենաշատ փորձերը, որոնք ունեցել եք ձեր պրակտիկայում։ Հա, 5-րդ փորձը էկոյի տեղադրման, այդ կինը ունեցել է շատ, ինքը ունեցել էր պոլիկիստոզ, մենք ստացանք դրանց 10 սաղմ, սառեցրեցինք 5 ձողով, մենք ունեցանք 4 փորձ, բայց ինքը ուներ միոմատոզ հանգույց, որը մենք չէինք ուզում հեռացնել, որտեղ ինքը ոնց որ թե մեզ չէր խանգարում, բայց Պաստորեն ինքը մեզ խանգարեց եւ ես իրան խնդրեցի, որ ինքը всё-таки գնա այդ քայլին, որտեղ մեծ էր հանգույցը, մենք վախենում ենք, որ կարող է արգանդը հեռացվի, բայց մեր հմուտ բժիշկները, գինեկոլոգները, հմուտ կասեի Արման Կարապետյանի մասին կուզենայի խոսել, ինքը լապարասկոպիկ ձևով կարողացավ տենց հմուտ հեռացնել այդ հանգույցը, որ 6-ից 8 ամիս մենք սպասեցինք արգանդը եկավ իր նորմալ ձևի ու ես տեղադրեցի ու մենք այսօր ունենք հիմա ինքը 12 շաբաթական է այդ նոր դեպքա դրա համար ասում եմ շատ թարմ է ու մենք բոլորս ամբողջ բաժանմունքը հեացած է Ինչու այդ հարցը հնչեցրեցի քանի որ շատ հաճախ մենք հասարակության շրջանում հանդիպում ենք նմանատիպ խոսակցությունների որ որքան մեծ է հա արտամարմնային բեղմնավորման փորձերը այնքան մեծանում է օնկոլոգիական հիվանդությունների հետ բախվելու ռիսկը կուզենամ այս առումով եւս ձեր դիտարկումը այդ հարցը շատ է տրվում մեզ գինեկոլոգներին, ռեպրոդուկտոլոգներին, բայց արդեն մոտարապես 20-25 տարի անցկացվում են մեծ հետազոտություններ, ռանդամիզացված հետազոտություններ ESHRE եւ ASERM, այդ մեր ռեպրոդուկտոլոգիայի երկու մեծ
կոնգրեսներ են, որ մենք գնում ենք մասնակցում ենք եւ պատկերացրեք ոչ մի կապ չի գտնվել, որ կարող է ինքը ինչ որ մի ձևով բարձրացնի կամ կրծքի քաղցկեղ, կամ ձվարանային, կամ արգանդի, չկա ոչ մի доказательный медицинան, որ ասում են, չկա ոչ մի այսօրվա Այսինքն հերթական միֆերից է։ Գիտեք, այո, այդ միֆը, որովհետև կինը պետք է ամենակարևորը իմ խորհուրդն է, մինչև գնալ արտամարմնային բեղմնավորում, պետք է անպայման կինը ստուգվի օտեդո ինքը անպայման պետք է ստուգվի բոլոր օրգանների, ոնց որ մենք ենք անում։ Երբ որ գալիս է կինը, առաջինը ինչ որ անում ենք, մենք ստուգում ենք իրան վահանագեղձ, կրծքագեղձի որովայնի։ Ուզում եք ակրաս պետ պատվերի ծրագրի մասին էլ ասել, որ ինքը հիմա այսօրվա օրը, որ Հայաստանում 23 թվականից արդեն մեր բաժանմունքը մասնակցում է այդ ծրագրի մեջ, մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ կանայք գալիս են պատճառագիտության փուլում, երբ որ մենք ուղղակի իրանց հետազոտում ենք, գիտեք, քանի հատ քաղցկեղա վահանագեղձի հայտնաբերվել, քանի հատ այդ կանայք ընդհանրապես գումար չունեն, չեն գնում հետազոտվելու, պետպատվերը տվեց իրանց այդ հնարավորությունը եւ վիրահատվեցին մեր վարշապետյանի մոտ, դրանից հետո կես տարի անցնելուց հետո իրանք կարողացան արդեն պլանավորել հղիությունը, կրծքի քաղցկեղ են գտել, որովայն էխոյով մենք գտել ենք քարեր լեղապարկի մեջ գնացել են վիրահատվել են դրանից հետո որտեղ եթե այդ քարերով ինքը հղիանար մենք հետագայում կունենենք շատ ես ունեցել եմ տենց պացիենտ որ ամբողջ հղիության ժամանակ պրիստուպների մեջ էր հղիության ընթացքում հեռացվեց հղիությունից երկրորդ հղիությունը իդեալական ոնց որ տարբեր մարդ լիներ ուզում եմ ասեմ կինը երբ որ պլանավորում է հղիությունը այդ բավականին ծանր process է շատ ծանր այն ոնց որ լակմուսովի բումաժկա ասում են ինքը ինչ որ կոմոդ թաքնված կար, ինքը ամիջապես բերում է իմի։ Դրա համար պետք է լավ հետազոտվել, նոր պլանավորել հղիությունը։ Շատ են խոսում, որ արտամարմնային բեղմնավորման հղիությունը շեշտակիորեն տարբերվում է բնական ճանապարհով հղիությունից։ Մի փոքր տարբերվում է իհարկե, որտեղ նախ եւ առաջ երբ որ մենք տեղադրում ենք, շատ անգամ սառեցրած ցիկլերի մասին է խոսքը գնում, ոչ թե սառեցրած ցիկլերի, այլ արհեստական ցիկլերի մասին է խոսքը, երբ որ մենք սառեցրած էմբրիոն ունենք ու կնոջը սկսում ենք պատրաստել դեղորայքով ու մենք ոնց որ անջատում ենք իր բնական ցիկլը, երբ որ իր մոտ կարող է ձվազատումից հետո առաջանա դեղին մարմին եւ ինքը չի ունենում մենք կողքից սկսում ենք դեղերով պատճառական բայց Աստծո համար այն ինչքան մենք տանք բայց ինքրա համար կարող է քիչ լինի եւ շատ անգամ լինում են բիժումներ արյունահոսություններ եւ մենք կորցնում ենք պտուղները Այսինքն այդ մասով է տարբերվում բացառապես այդ մեկը եւ որտեղ տեղադրումից հետո մենք բավականին հորմոններ ենք օգտագործում մինչեւ 12 շաբաթական ինքը մի քիչ ավելի ուշադրության է պետք հատուկ ռեպրոդուկտոլոգները ովքեր տեղադրում են իրանք վարում են որտեղ մեր վարումը մի քիչ տարբերվում է 12 շաբաթականից հետո արդեն ինքը դառնում է ոնց որ բոլոր հղիները նորմալ դե իր ռիսկերով, իր բարդություններով հղիությունը շարունակվում է։ Եվ ամենակարևորը, որ մենք ունենում ենք զույգեր, դուք լսել եք եռյակներ անգամ, ցանկալի չի իհարկե, բայց զույգերը շատ են էկոյի ժամանակ, որտեղ մենք երկու հատը տեղադրում ենք, երկու սաղմիկ, որ գոնե մեկը կպնի, բայց շատ անգամ լինում է, որ երկուսն են կպնում։ Ու երբ որ երկուսը կպնում են, մենք ունենում ենք խնդիր, որ կարող է լինի վզիկի, գանդավզիկի բացումը ու պտուղի մենք կարող ենք կորցնել։ Մենք ունեցել ենք տենց դեպքեր 18-20 22 շաբաթականում շատ ռիսկային գործոններ են։ Կինը կյանքում չի ունեցել ոչ մի վիժն, ոչ մի բան, եւ դրոք այդ ժամանակ, то есть многоплодная беременность это բազմածնելիություն։ Нет. Երկորյակ ոնց են ну в общем հղությունը երբ որ մեկից ավել պտուղ կա ինքը կարող է բերի դրան որ հղությունը ավելի դժվարությամբ է գնում բոլոր даже просто կինը եթե հղիացել է զույգով ինքը ուշադրության արժանի է շատ ավելի մեծ ուշադրությամբ Գոյի ժամանակ ուզում եմ ասել մենք ունենք ռիսկ հիպերստիմուլյացիայի այդ խթանման ժամանակ հորմոնալ կարող է մի քիչ ավել կնոջ օրգանիզմը ռեակցիա տա եւ այդ դեղորայքը որ մենք անում ենք որ բնական ցիկլում մի հատիկ է լինում այս դոմինանտ ֆոլիկուլը կարակ նկարեք առաջանում է այդ միոմատոզ այստեղ մենք ունենում ենք
ամեն ցիկլում մի հատ դոմինանտ ֆոլիկուլ է։ Ինքը ձվածատվում է լինում է։ Էկոյի ժամանակ ինչա կատարվում։ Մենք ստիմուլյացնում ենք, ուրեմն ուզում եմ ասել մի բան էլ, որ ասում են, հա, եթե մենք էկոն անում ենք, pašարը կնոջը պակասացնում ենք։ Չէ, այդպես բան չկա։ Ուրեմն ամեն ցիկլում կնոջ մոտ ձվարաններում, երկու ձվարաններում մի 10-15 ձվաբջիջ է առաջանում, բայց հետո իրանք ոնց որ ոչնչանում են ու մենակ մի հատը կամ մաքսիմում երկու հատը սկսում է մեծանալ ու գնալ։ Մենք ակտիվացնում ենք էկոյի ժամանակ մեր պեղորայքով այն ձվաբջիջները, որոնք տենց պետքա գնային, ոչնչանային։ Մենք իրանց ենք ակտիվացում։ Խորքերից մենք ոչ մի բան չենք վերցնում։ Դրա համար pašարը կնոջ ընդհանրապես չի պակասում։ Նշվում էր, որ արտամարմնային բեղմնավորումը նպաստում է հետագայում բնական ճանապարհով հղիանալու հավանականության մեծացմանը։ Այո, գիտեք, դա ինչով է պայմանավորված։ Գիտեք, կնոջ մոտ երևի միջև հղիանալը ինքը ունենում է ինչ-որ խնդիրներ, հորմոնալ եւ ինչ-որ ինֆեկցիոն եւ այլն։ Այդ ամեն ինչը բուժվում է, դրանից հետո կատարվում արտամարմնային բեղմնավորում, ինքը հղիանում է։ Անկամ տղամարդու մոտ եթե տոկոսը մի քիչ ցածր է լինում, որը չի հնարավոր չի, որ ինքը բնականով հղիացնի, էկոյի ժամանակ այդ թիվը մեզ չի խանգարում։ Դրանից հետո, երբ որ ինքը ծննդաբերում է, կնոջ մոտ եւ ամուսնու մոտ կատարվում է մի հատ էմոցիոնալ շատ լավ ստրես, լավ իմաստով եւ շատ անգամ սերը եւ այլն դեպի երեխա ամուսնու մոտ կատարվում է շատ զարմանալի, բայց սերմի բարձրացում առանց ոչ մի բանի ու մեկ էլ գալիս է ես հենց հիմա ունեմ տենց դեպք, այդ որ պատմում է 21 տարեկան աղջիկը, որ մենք ունեցանք թակ մի հատ սաղմիկ տեղադրեցինք, ինքը միանգամից հղիացավ։ Այդ երեխան հիմա 2 տարեկան է, ինքը ինձ զանգեց, ասեց բժշկուհի, գիտեք, իմ մոտ դաշտան ինչ որ խանգարում է սկսվել նորից։ Ասում մի հատ թեստ դիր։ Դրեց, թեստը դրական։ Բնական ճանապարհ։ Այսօր նորից ինքը եկավ քաշվարման։ Ուզում եմ ասեմ, իսկ ամուսնու սերմը իր մոտ խնդիրներով էր եւ մենք ընդհանրապես չենք սպասում, որ ինքը կարողանա իրան բնականով։ Так что ուզում եմ ասեմ, ինչ որ բաներ է կատարվում օրգանիզմի մեջ եւ դրական դիտքեր, հրաշքներ կատարվում։ Բժշկուհի նաեւ շատ է խոսվում, որ արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ եկած բալիկների առողջությունը տարբերվում է բնական ճանապարհով լույս աշխարհ եկած բալիկների առողջությունից, նրանք ավելի, այսպես ասած, խնդրահարույց են, ավելի զգայուն են որոշակի վիրուսների հանդեպ, այս մասով եւս կուզենայի։ Ես կարելի ասել չէ, երևի ավելի ճիշտ կներ, որ այդ բալիկները ավելի առողջ են, որովհետեւ երբ որ մենք անում ենք արտամարմնային բեղմնավորում, մենք վերցնում ենք ամենալավ ձվաբջիջը ու ամենալավ սերմնաբջիջը, ու մենք ստանում ենք ամենալավ սաղմիկը, то есть մենք ոնց որ ընտրում ենք այդ երեխաներին։ Եթե ինքը կեսարանով է ծնվում, հա, մի փոքրիկ խնդիրներ են լինում այդ երեխաների հետ, բայց ընդհանրապես իրանք չեն տարբերվում ոչ մի դեպքում, բայց ես ձեզ ասեմ, այդ երեխաները ավելի շատ սեր են ստանում, որովհետև երբ որ ծնողը հենց նենց է միանգամից է հղիանում, ինքը չի մտածում, որ երեխան այդ հրաշք է։ Իսկ ծնողները, որ անցնում են այդ երկար ճանապարհը ու այդ երեխան իրոք հրաշք է իրանց համար, իրանք դողում են այդ երեխու վրա ու չգիտեմ, մի քիչ էլ երևի շատ են սեր տալիս, բայց ոչ մի բանով իրանք ֆիզիկապես չեն տարբերվում։ Բժշկուհի եւ ամփոփելով մեր զրույցը, թեև ամբողջ զրույցի ընթացքում դուք կարմիր գծով նշում եք, որ պետք չէ որևէ պարագայում հուսահատվել, ինչ խորհուրդ կտաք մեր այն զույգերին, որոնք երկար տարիներ փորձում են ծնող դառնալ, սակայն չի հաջողվում ինչ պատճառներով, ինչպես անել, որպեսզի չհուսահատվել այն դեպքերում, երբ բազմաթիվ արտամարմնային բեղմնավորման փորձեր են լինում եւ ըստ էության անհաջողությամբ են ավարտվում։ Ինչ անել, որպեսզի այդ հուսահատությանը, այդ անհաջող փորձերին միանգամից չգա հուսահատության, այսպես ասած, ալիքը, որն է հաջողության բանաձևը։ Հա, այդ շատ ծանր պահ է, պսիխոլոգիական, այն որ ասում եմ, դաժե ես ձեզ ասեմ, մենակ բուժառուն չէ, բժիշկն էլ է ապրում այդ նույն զգացումները։ Ես ուզում եմ ասել, նախ եւ առաջինը, երբ որ տեսնում եք, որ 1-2 տարի չի ստացվում հղիանալը, անպայման մի սպասեք, շտապեք, գնացեք բժշկի, որովհետեւ կարող է հանգարցակի շատ թեթև խնդիրը, որը կարող է լուծվի շատ հեշտ բանով, չհասնելով արտամարմնային բեղմնավորման, ձեզ բերի դրան, որ դուք հղիանաք։ Երբ որ դուք արդեն հասաք արտամարմնային բեղմնավորման, պետք չի հուսահատվել, պետք է լինել մարտական։ Ու մի բան էլ ասեմ, գիտեք, կա տենց
բան, որ կա կումուլյատիվ էֆեկտ, то есть առաջի տեղադրումից չի ստացվում, երկրորդից չէ, երրորդից, բայց ամեն տեղադրումից առաջ կինը պատրաստվում է, հորմոնալ է պատրաստվում եւ իր օրգանիզմը ավելի առողջ է լինում։ Եվ ես ուզում եմ ասեմ, պետք չի փոխել շուտ բժիշկներին, որովհետեւ ասում եմ, գնամ ուրիշի ձեռը փոխեմ, բայց տենց բան չկա, ամբողջ աշխարհում իրանք ունենում են այդ հայտնի անգամ, տենց չի որ բոլորի մոտում պրոֆեսորներ են գալիս, դնում են իրանք մոտ, ասում են, չէ, մեր մոտ էլ չի ստացվում, բայց պետք է չհուսահատվել։ Մարդը, որը ձեզնով սկսել է զբաղվել, ասենք մի քանի տարի առաջ, ինքը ձեր մասին գիտի շատ ավելի եւ ինքը կկարողանա ձեզ հասնել նպատակին։ Կարող է ինչ-որ հարցեր, որը դեռ չի շոշափվել, պետք է ամեն ինչ անել, որ ստացվի։ Կարևորը չէ հուսահատվելը։ Եվ իհարկե, եթե զգում եք, որ չեք կարող եք, եղել է դեպքեր, գիտեք, համ ինձ մոտ, համ մեր մոտ է եկել, համ մեր մոտից է գնացել։ Արվել է 2-3 փորձ, չի ստացվել, գնացել է մյուս տեղ, այնտեղ ստացվեց, այնտեղ արվել է, չի ստացվել, եկել են մեզ մոտ, մեր մոտ է ստացվել։ Այդ պրոստը ժամանակ է, կոչվում է կումուլյատիվ էֆեկտ, երբ որ հավաքում է, ու հենց 3-րդ, 4-րդի դեպքում կինը հղիանում է։ Եվ գիտեք, այդ շատ կարևոր է, որ կապը լինի բժիշկ-պացիենտ, այդ շատ կարևոր է, որ եթե դուք հավատում եք ձեր բժշկին, ձեր բժիշկը ձեզ հետ միասին կապրի ու կտանի ձեզ միջև։ Բժշկուհի, իսկ ձեր պրակտիկայի ընթացքում ունեցել եք այն նմանատիպ հուսահատության դեպքեր, որոնք հետագայում այ բժիշկ-պացիենտ համար պայքարի արդյունքում հասել են հաջողության։ Ես ուզում եմ պատմել 53 տարեկան մեր կակրաս այդտեղ նկարը ունեմ իր 12 տարի ինքը պայքարում էր, ես հələ Մարգարյան ծննդատանն էի, ինքը ամուսնացել էր 40 տարեկանում ու մի անգամից հղիացավ ու ունեցավ վիժում 4 ամսեկանում։ Դրանից հետո չէր ստացվում, փողերն ենք ստուգում, ոչ մի բան չէր ստացվում։ Ես փորձում էի հել իրան բուժումներով, հետո հասկացանք, որ պետք է արտամարմնեն, բեղմնավորում։ Ինքը կատարեց մի քանի փորձ, հետո թողեց մեր կլինիկան, գնաց ուրիշ, գիտեք, այդ մեր հայկական ավանդը փորձել մեկ ուրիշ։ Երևի ոչ մի կլինիկա չմնաց, որ ինքը չգնար, դե Հայաստանում այն ժամանակ 4-5 կլինիկա կար, այս Աստղիկում բացվել էր 6-րդը։ Հետո անցավ տարիներ, ինքը դառավ 50 տարեկան, արդեն դաշտանա դադարի մեջ։ Ու եկավ ինձ գտավ, ասեց Մարին Յակովնա, ուզում եմ, չէ, դուք ինձ պետք է օգնեք։ Ու մենք սկսեցինք միասին աշխատել 2 տարվա ընթացքում, ինքը դաշտանա դադարից դուրս եկավ, մենք կարգավորեցինք իր բոլոր հորմոնալ ֆոնը, արեցինք կիստրոսկոպիաներ, պատրաստեցինք իր լորձաթաղանթը ու 52 տարեկան տեղադրումից հետո մենք ունեցանք զույգ տղաներ, շատ վախեցանք, 52 տարեկան, զույգ երեխա, առաջի հղիությունը, ամբողջ մեր հիվանդանոցը զբաղվում էր իրանով, մենք իրան վարում ենք ու 53 տարեկանում ապրիլի 7-ին ծնվեցին 2 հրաշք տղաներ, այսօր իրանք արդեն 5 տարեկան են։ Շնորհակալ եմ բժշկուհի, շնորհակալ եմ այս լավատեսական նոտավել ավարտենք մեր զրույցը։ Եթե ունեք ձեր պացիենտներին, մեր հետևորդներին ուղղված կոչ, հորդոր, խնդրեմ։ Եղեք մարտական, մի հուսահատվեք եւ մայրության բերկրանքը անպայման կգա ձեզ։ Ջերմ և հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ և ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից Կորվանից, միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ, շարունակական զարգացում և աճ, Աստղիկ բժշկական կենտրոն։